Շատ լավ, բայց էլի ես մտածում եմ մենք քաղաքացուն սենց նայեմ, եթե մենք սենց թենել ստեղծում ենք մի համակարգ, ասում ենք գիտեք ինչ ազդարարում տեղադրելու ենք ու բան ենք, իրան չենք հարցնում, չէ՞ որ ազդարարում տեղադրենք։ Կլինի քեզ համարենք ծանուցված, թե չէ, չենք ասում, եթե քաղաքացին մեզ կպատասխանի կասի համաձայն եմ, հենց ազդարարում դրեք ես ինչ ենք նորից հարցնում, ասենք մարդ հասկանում եք ամեն բանը, ամեն հարցումը, հարցադրումը այդ էներգիա է։ Այդ էներգիան գնում է եւ պետական մարմնից եւ մարդուց։ Այսինքն եթե մի անգամ ասել ենք, մենք կարանք կարգավորենք, օրենքով ասենք, եթե որովհետեւ ամբողջ օրենքը դրա մասին է։ Ամբողջ օրենքը դրա մասին է, որ այն մարդիկ, որոնք բոլոր հնարավոր ձևերով ուզում են խուսափեն ծանուցված լինելուց, մենք ասում ենք, չէ, չի լինելու տենց բան։ Հիմա ինչ ենք երկրորդ անգամ մենք կարանք կարգավորենք, կարանք նույնիսկ թվարկենք, ասենք այստեղ, եթե մի անգամ տվել է, ուրեմն այդ հասցեն մենք համարելու ենք բան, համարվելու է ծանուցված։ Դա մեր օրենքի տրամաբանությանը ես բանը իմ ասածը ինչ է, ես ինչի համար եմ դա ասում, որովհետև մի հատ լրացուցիչ գործողություն չա։ Հիմա եթե մարդը նայեց, ասենց, հա, ուզում են ինձ ծանոթեն, չեմ պատասխանում այս հարցին, ինչ ենք անելու։ Ոչ մի բան չենք կարողանալու անենք, գալու ենք մի հատ է փոխենք, ասենք լավ, քանի որ 120,000-ից 500-ն է պատասխան է, եկեք կարգավորումը անենք։ Հիմա փաստացի մարդը ծանուցվել է, տուգանքը վճարել է 20%-ն է ստացել է, ճիշտ է։ Այդ ինքը աշխատող համակարգ է։ Եթե այլ խնդրեմ չկա, ես կարծում եմ, եթե այլ խնդրեմ չկա, եթե պարզվի որ չէ, պետք է անպայման տենց անենք, շատ լավ անենք անպայման տենց։ Բայց եթե կարող ենք չանել, չանենք, համեցեք։ Փորձեմ ֆիզիկապես նկարագրեմ, էլի, որովհետև այդ հարցը ես կարծում եմ լուծված է։ Ոնց որ մենք մեր տանը ունենք փոստարկղ, հասցեն փոխելուց, ասում ենք, հասցեն փոխվել է ուրիշ տեղ փնտրեք այդ փոստարկղը, այդ նույնը լինելու է էլեկտրոնային։ Մենք բոլորս ունենալու ենք էլեկտրոնային փոստարկղ, բայց դեպքեր կա, երբ որ անձը քաղաքացին ասում եմ մի ծանոթի դիրք ու հարթակում ես կհամարվեմ ծանոթված, ես կմտնեմ կնայեմ պետք չի ուղարկել ինձ այդ ինֆորմացիան ինձ մի ուղարկեք, դրեք ձեր հարթակում, ես կմտնեմ կտեսնեմ կհամարվեմ ծանոթած կամ ասում եմ SMS ուղարկի։ Ուզում եմ ասեմ, պարոն ձեր ասած հարցը հաստատ լուծված է նախագծով, որովհետև այլ ընտրանք էլ չկա, այս ամբողջ տրամաբանությունը ես պեկի օրինակը դրա համար բերեցի, որ ցանկացած քաղաքացի պիտի պետությունում ունենա էլեկտրոնային աշխատասենյակ, տենց անվանենք, ու դրան կհասնենք։ Այն ինչ որ վերաբերվում է ջվու խախտումներին, այդտեղ գործել է մոտիվացիոն համակարգը, այսինքն մենք ու այդ լավ փորձ է, մենք այդ փորձը տարածելու ենք բոլոր դեպքերի վրա, բայց այնտեղ որոնք են որ էլեկտրոնային փոստարկղն ա տվել, որ դեպքերն ա որ ասել դու դիրքո մոտ ես կտեսնեմ ու կվճարեմ տուգանքը, պետք չի փոստատարություն, հիմա ուղղակի վստահ չեմ, բայց եթե այնտեղ տրված է փոստարկղ, դա կօգտագործվի այս համակարգի մեջ։ Ամեն դեպս այս դիտանկյունից նայենք, որպեսզի հնարավորինս հարթ լինի համակարգը։ Համեցեք բան խնդրեմ։ Շնորհակալություն պարոն վարչապետ, ես կարծում եմ մի դրվագել կա, որ կարող է նույն անձի վերաբերյալ մենք միանգամից ստացված մի քանի ծանուցման հարթակներ ունենք, նույն եթե անձը նաև անձեռնարկատերը ունի ՊԵԿ-ի իր գրասենյակը, բայց նաև էլեկտրոնային հասցե է տվել, որ ներքին գործերի նախարարության կամ ճանապարհային ոստիկանության այդ արտոնյալ համակարգից օգտվի դույժերի վերաբերյալ ծանուցման։ Այստեղ էլ պետք է առաջնահերթությունները կանոնակարգենք, որովհետև ժամանակի ընթացքում դրանցից մեկը կարող է դադարի, մյուսը կարող է շարունակի գործել։ Այդ անձը պետք է իր համար խաղի կանոնները հստակ պատկերացնի, թե մենք ինչպես ենք շարունակելու իր հետ հարաբերվել ցանկացած հաջորդ իրավիճակում։ Կարծում եմ այդ մեխանիզմը նկարագրված է, որովհետև եթե անձը էլեկտրոնային փոստը չի գործում, այնուամենայնիվ ինքը պիտի իմանա, որ այդտեղ խնդիր կա, բայց պաշտոնական էլեկտրոնային փոստը աշխատելու պարտականությունը մերն է եւ մենք պետք է ապահովենք, բայց եթե նույնիսկ այդտեղ չի գործում, մեկը իրազեկման ազդարարը եւ պետեկամուտների կոմիտեի համակարգը մեկը գործելու է եւ այս տրամաբանության, այսինքն իմ տեսածով չի ընդհատվում այդ շղթան, բայց ամեն դեպքում համակարգը նորա պետք է իրան նայել ուշադիր, որպեսզի լինի ամբողջական։
Կային արել դիտարկումներ, համեցիկ։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես կարծում եմ, իհարկե ավելորդ հասել թվայնացման այդ ծառայությունների այդ թվում եւ ծանուցման թվայնացումը ինչքան ողջունելի է եւ համահունչ ժամանակակից աշխարհին, բայց կարծում եմ, որ որոշ բաներ կան, որից պետք է օրինակ խուսափել, ես փորձեմ առարկայական ձևակերպել, հա, ես կարծում եմ, որ չպետք է քաղաքացուն աստիճանաբար ավելի ու ավելի դնենք մի իրավիճակում, որտեղ ինքը ստիպված լինի մի հատ, չգիտեմ, ինչ որ պարբերականությամբ այցելել փոլիսեին, որպեսզի տեսնի հոտուգանք չունի ճանապարհային երթևեկության։ Մի հատ այցելել, չգիտեմ, աշխատանքի նախարարության հարթակներ, որ տեսնի կենսաթոշակի հետ կապված նորություն կա թե չէ, մի այցելի Արմեդ, մի հատ էլ հիմա այցելի էս մյուս նոր հարթակը, որ նոր հասկանա, որ իր եւ պետության գործերը, իր հարաբերությունները պետության հետ կարգավորված են, խնդիր չկա։ Ինչ որ միասնական բան է պետք, այստեղ ինտեգրացված մոտեցում է պետք։ Հուսով եմ գործընկերներ հոգ են տանում դրա մասին, վստահ եմ, բայց նաեւ հարց ունեմ, էլի։ Այս process-ում, որը Տիկին Գալյանը նկարագրեց, մի դրվագ կար, որտեղ ինձ մոտ տպավորություն առաջացավ, որ գուցե մասնավոր տեղեկությունների, ոչ այնքան անձնական տվյալների պաշտոնական բանի հրապարակման, այլ ընդհանրապես մարդու կյանքին վերաբերող մասնավոր տեղեկությունների հանրայնացում լինի։ Հարցս այդ մասին է, Տիկին Գալյան, ասեցիք են հիբրիդայինի դեպքում ծանուցում ուղարկում եք փոստային ծառայությանը, իրանք են դա տպում, դնում ծրարի մեջ եւ ուղարկում։ Ես ճիշտ, եթե դա ծանուցման բովանդակությունն է, ոչ թե փաստը, որ դու այնտեղ ծանուցում ունես, ապա այդ տեղեկությունը, որը ես կուզեի գուցե գախնի մնար, հայտնի դարձավ փոստային ծառայության աշխատակիցներին, հետո եթե դա չի աշխատում, դնում եք ազդարարում։ Հիմա այդ ընդհանրապես լրիվ հանրայնացրեց բովանդակության մասին է խոսքը, թե ծանուցման փաստի թե ինչ։ Մենք ամեն ինչ արել ենք եւ պետք է շարունակենք անել, որպեսզի անձնական տվյալները լինեն պաշտպանված։ Հետևաբար խոսքը ծանուցման առկայության փաստի հաստատման մասին է, այսինքն ազդարարում կախվում է ծանուցումը այն բովանդակությամբ, որ դուք այս պետական մարմնից ունեք ծանուցում, հակիրճ բովանդակությամբ, այսինքն անձնական տվյալները պետք է ամեն դեպքում լինեն պաշտպանված, մասնավոր կյանքին վերաբերող տեղեկությունները։ Եվ մի բան էլ, պարոն Միրզոյան, հենց ձեր կողմից բարձրացված խնդրի լուծմանն է միտված այս հարթակի ստեղծումը, որպեսզի քաղաքացին ունենա մեկ կաբինետ, մտնի այնտեղ, դա կլինի application հեռախոսի վրա, համապատասխան smart այդ գadgetների վրա, կմտնի այդտեղ եւ կտեսնի, որ այս կամ այն պետական մարմիններից, իրավաբանական անձանցից ունի ծանուցումներ։ Այսինքն խոսքը այս համակարգի ստեղծման մասին է, որը միասնականացնելու է ծանուցումների ամբողջ համակարգը։ Պարոն Միրզոյան, ձեր բարձրացրած մյուս հարցի հետ կապված էլի վերադառնամ կրթության թեմային, մենք հենց ձեր նշած հարցերի հետ առերեսվելու եւ արձանագրելով, որ մենք այդտեղ նաեւ գիտելիքների որոշակի պակաս ունենք, մենք Էստոնիայից փորձագետ ենք հրավիրել եւ հույս ունեմ բոլորդ իրազեկված եք դրա մասին, որպեսզի պետական մարմինների աշխատողների համար ներկայացնեն, թե ինչ էստոնական կոնցեպտը թվայնացման, այսինքն մեծ դահլիճում պետական բոլոր մարմինների ներկայացուցիչները հրավիրված են լինելու, ընդ որում ես Էստոնիա կատարած այցի ընթացքում եմ այդ այցի արդյունքներով եմ այնտեղ նախնական պայմանավորվածություն ունենալով այդ հանձնարարականը տվել, որ փորձագետին, ով մասնագիտացած է հենց ներկայացնելու գործում եւ այնտեղ էլ ես իր ներկայացրածը լսել եմ, որպեսզի մեզ ասեն, մեզ սովորեցնեն նաեւ թե ինչպես է դա պետք անել, որովհետեւ այո, եթե մենք նայենք թե վերջին 15 տարում ինչքան գումար ենք ծախսել թվայնացման վրա կամ ընդհանրապես եւ այն ինչ ունենք, վստահ չեմ, որովհետեւ մեզ երկար ժամանակ պահանջվեց հասկանալու, որ կայք ունենալը դեռևս թվայնացում չի, կամ փաստաթուղթը ինտերնետում դնելը դեռևս թվայնացում չի եւ այսպիսի բազմաթիվ բաներ։
Այնպես որ այո, այդ հարցը պետք է լուծենք, բայց մենք պետք է նաև խոստովանենք, որ շատ հարցեր, որ հրճակում ենք եւ չենք կարողանում լուծենք, ինչի չենք կարողանում լուծել։ Դեպքերի մեծ մասը կապված է գիտելիքի բացակայության հետ։ Չգիտենք ոնց լուծենք։ Պատեպատ ենք կպնում, չգիտեմ, էստեղ ենք գնում, մրցույթ ենք հայտարարում, հետո այդ մրցույթում հաղթում է մի հատ հրաշալի ընկերություն, որը պատրաստ է 5 միլիարդանոց ծրագիր անել 50,000 դրամով։ Ուրախանում ենք, ասում ենք, տեսեք 4 միլիարդ 990, չգիտեմ քանի միլիոն խնայեցինք մեր պետական բյուջեի, հետո 5 տարի դատաստան եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն գիտելիք չունենք, գիտելիք եւ մասնագետների պակաս ունենք, մարդկային ռեսուրսի իմացությամբ մարդկային ռեսուրսի պակասի խնդիր ունենք։ Ու չենք սրա մասին ընդունված չի մեզանում ոնց կարա տենց բանը լինի։ Այսինքն այս բա մենք հրաժարվում ենք մեր պատմությունից, բա մենք այս 3000 տարվա մեջ ուրեմն պետք է գնանք հազար ներողություն էստոնիայից, Էստոնիային հարցնենք, թե մենք ոնց տվային անանք, մենք իրանք որտեղ էին, որ մենք մեր բաներով, տառերով թվեր էին գրում եւ լսեք, էսա մենք միջև չառերեսվենք սրան, մենք չի ստացվելու մեր մոտ ոչ մի բան։ Մենք չենք խոստովանում, որ Հայաստանում շատ խնդիրներ չեն լուծվում, որովհետեւ մենք չգիտենք խնդիրների լուծումը։ Ավելին, մենք շատ դեպքերում չգիտենք խնդրի պարամետրը։ Խնդիրը գիտենք։ Մեր հանրահաշվի ուսուցչուհին ասում էր, լսել ես ձայն, բայց չգիտես, թե ուր է այն։ Մենք անդադ ձայներ ենք լսում, բայց կոորդինատը չենք կարող որոշենք, այդ ձայնը որտեղ է։ Եվ որ կոորդինատը չես կարող որոշես, ոնց ես այդ ձայնի հարցը լուծելու։ Ու դրա համար անընդհատ գնում ենք ու տերում ենք հայտնվել ենք կենացի ժանրում։ Պետք է դուրս գալ կենացի ժանրից, որը բոլորովին ուրիշ պարամետր է, որը ենթադրում է գիտելիք։ Կենացը ինչով է տարբերվում գործողությունից, որ կենացը ասում ես, դա չի ենթադրում, որ դու նաև պետք է հիմնավորես եւ բացատրես եւ պլան ունենաս, թե դա ոնց է իրականացնելու։ Ասենք կողքդ կանգնած եմ ամբողջ ցանկացած հարցով կարաս ինձ դիմել։ Որ ցանկացած հարցով։ Ինչպես կարանք դիմենք, ինչ երաշխիքներ ես տալիս։ Դա կենացը ասում ես էլի։ Իսկ եթե դա գործողություն է, դրա տակ պետքա լինի հարցի բանաձևը եւ դրա լուծման ուղիները։ Համեցեք բանը։